դիալոգով ես վստահ եմ բոլոր գործընկեր փաստաբանները ունեն մի սկզբունք, մենք չենք ցանկանում, որ հաճախորդները մեզ գումար վճարեն մի բանի համար, որը որ իրենք կամ կարող են ավելի քիչ, ավելի լավ ձևով, ավելի էֆեկտիվ դա այդ ծառայությունը ստանալ, կամ իմաստ չունի, որ իրենք դրա համար օրինակ գումար վճարեն։ Ոնց որ ասացի, շատ դեպքերում էականորեն ավելի օգտակար է ունենալ ներքին իրավաբան, in-house իրավաբան, ով որ որոշակի ընթացիկ գործերով կզբաղվի, եւ ինչպես պարոն Հարությունյանը նշեց, կոնկրետ դեպքերում, երբ որ իրենց պետք է լինելու փաստաբանական գրասենյակի աջակցությունը, արդեն փաստաբանական գրասենյակի միջոցով իրենց այդ հարցերը լուծի։ Որոնք են դրական կողմերը փաստաբանական գրասենյակի միջոցով իրավական հարցերը լուծելու, եւ որ դեպքում եք խորհուրդ տալիս ոչ թե in-house իրավաբանի միջոցով, այլ հենց փաստաբանական գրասենյակի միջոցով զբաղվել, որն է գլոբալ դրական կողմը, դա նախ եւ առաջ թիմի բազմակողմանի մասնագիտացում ունենալն է։ Օրինակ կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակում մենք զբաղվում ենք իրավունքի գրեթե բոլոր ճյուղերով, շատ քիչ ճյուղեր կա, որով որ չենք զբաղվում, ու դա մեզ ինչ է հնարավորություն տալիս։ Մեծ թիմ ունենալով մենք ունենք մասնագետներ, ովքեր խորը մասնագիտացում ունեն կոնկրետ ոլորտներում։ Ես օրինակ, չգիտեմ, զբաղվում եմ կորպորատիվ իրավունքով եւ արբիտրաժով, գործընկերը զբաղվում է հարկային իրավունքով, մյուս գործընկերը զբաղվում է անշարժույթի հետ կապված հարցերով, ամեն մեկը իհարկե մի քանի ոլորտներով զբաղվում է, բայց նեղ մասնագիտական խորը մասնագիտացման հնարավորություն մենք ունենք։ Այսինքն մենք մի կողմից ունենք թիմ, որը որ ունի բազմակողմանի մասնագիտացում, մյուս կողմից մեծ թիմ ունենալով ունենք խորը մասնագիտացում, խորը փորձ ունենալու հնարավորություն։ Այսինքն ինչ է ստանում հաճախորդը, երբ որ գալիս է կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակ մեր փորձով կիսվելով, ստանում է մեծ թիմ, որը որ երկարամյա փորձ ունի տարբեր ոլորտներում, ու այդ ոլորտներում խորը փորձ ունի։ Միաժամանակ եւս մի անգամ մի բան եմ ուզում շեշտադրել։ Ես պատահական չեմ ասում, որ մենք ոչ միշտ որ խորհուրդ ենք տալիս չդիմել փաստաբանական գրասենյակներին, որովհետեւ օրինակ տենց որպես օրինակ մի հատ բան ունենք, մի հաճախորդ ունենք, որը որ ունի մի կոնկրետ տեսակի 300 գործ, նույնը որ պետք է անի։ Ես ասում եմ, արի ես քո հաճախորդներից մեկին քո աշխատողին քո իրավաբանի սովորացնեմ թե դա ոնց կանի, դու ավելի էֆեկտիվ, ավելի էժան, ավելի քո թիմին մոտիկ կանգնած մարդու միջոցով դա կարող ես անել, երբ որ դու կունենաս բարդ դատական գործ, որտեղ կոնցերն դիալոգի խորը ու բազմակողմանի փորձը պետք կլինի, մենք էլ իրար հետ կաշխատենք, իրար հետ դատարան կգնանք, իրար հետ գործարքներ կկնքենք, բայց մենք չենք ուզում հաճախորդը փաստաբանական գրասենյակին, որ որպես կանոն ավելի թանկ ծառայություն է լինելու իր համար, տա գումար մի բանի համար, որ ինքը կարող է դա ավելի էֆեկտիվ ձևով լուծել։ Եվ մի բան էլ եմ ուզում ասել, բայց մոռացա։ Ընդհանուր առմամբ միտքը հետևյալն է. մենք ինչ ենք փորձում անել մեր հաճախորդների հետ։ Մենք փորձում ենք իրենց մատուցել այն ծառայությունները, որ մենք գտնում ենք, որ իրենց պետք է, ու փորձում ենք համոզվել, որ այն ինչ որ իրենք կարող են իրենց թիմից ստանալ, իրենք դա իրենց թիմից ստանում են։ Եվ Վարազատը մի շատ ճիշտ բան է նշում, որ in-house իրավաբանը ունի այդ բանի ընկերության իրավական պատմության, իրավական DNK-ի մասին ինֆո ունի։ Բայց դեռ մի ավելի կարևոր բան էլ կա։ Հատկապես ոլորտային ընկերություններում պետք է նաև երբևէ չթերագնահատել, ինչքան ավելի շատ բան գիտի in-house իրավաբանը այդ ընկերության բիզնեսի մասին։ Ու դա շատ կարևոր բան է, որովհետև պատկերացրեք, երբ ես աշխատում եմ հեռահաղորդակցության ոլորտի օրինակ ընկերության հետ, ես կարող եմ իր պայմանագրային թեմաներով, դատավարական, գործարքային թեմաներով լիքը ինֆորմացիա ունենամ, բայց իր բիզնեսի տեխնիկական առանձնահատկությունները in-house իրավաբանն է հասկանալու։ Ու ինչի համար եմ ես սա շեշտում, որովհետև ամենակարևորը ամփոփելով խոսքս, հատկապես մեծ ընկերությունները եւ միջին ընկերություն, ցանկացած ընկերություն, որ փաստաբանական գրասենյակի հետ է աշխատում, լավագույն արդյունքը միշտ ստանում է այն դեպքում, երբ որ իր in-house իրավաբանները, ներքին թիմի իրավաբանները եւ փաստաբանական թիմերը գտնում են համագործակցելու ձևը, որտեղ ես երբևէ չեմ գտնում, որ փաստաբանական գրասենյակները մրցակցում են ընկերության իրավաբանների հետ։ Դա համագործակցության լավագույն միջոցն է, ասեմ ավելին, ես վստահ եմ, որ փաստաբանական գրասենյակների առաջին հերթին հաճախորդը հենց այդ in-house իրավաբաններն են, որովհետեւ երբ որ մենք մեծ ընկերությունների հետ ենք աշխատում, առաջին հերթին ընկերության տնօրենը իրենց իրավաբանն է հարցնելու, ես ում գնամ ում հետ աշխատեմ, իհարկե փորձը ավելի շատ է միջազգային ընկերությունների հետ։ Երբ որ ես օտարերկրյա ընկերության հետ եմ աշխատում, ես 99% դեպքերում իրենց իրավաբանի հետ եմ աշխատում։ Բայց հայկական ընկերություններում էլ եւս, այնց որ մենք այնց ոչ թե ունենք դրական այլ բացական, մենք պետք է իրար հետ համագործակցենք, որ որակով պրոդուկտ տանք հաճախորդներին։ Մերսի։